Այս թիմերին տեսնելիս բոլորը կարծում են սպասում են Վինտեր քափի եզրափակիչ հանդիպանը, բայց ոչ, սա էլիտ լիգայի 5-րդ տուրի հանդիպում է, որտեղ մրցում են միմյանց դեմ Վինտեր քափի եզրափակիչի երկու ակումբները, որոնք պետք է մրցեն նաև մյուս շաբաթ Վիլյարեալ դեմ Ատլետիկո Երևանի անչափ հետաքրքիր ու սպասված դիմակայության հակատնտեսը կլինենք այս 50 րոպեների ընթացքում։ Հիմա խաղի կանոնների խախտում է վաստակում այս իրավիճակում Վիլյարեալ, այո, կարծում եմ ովքեր էկրաններից տեսան այս երկու թիմերին միանգամից մտածում են, որ մեկնարկում է Վինտեր քափի եզրափակիչը, բայց ոչ, այդ հանդիպումը մենք կդիտենք միասին հաջորդ շաբաթ, իսկ հիմա էլիտ լիգայի 5-րդ տուրի շրջանակներում են մրցում Ատլետիկոն ու Վիլյարեալը, երկու էլիտ լիգան հաղթարելու հիմնական ֆավորիտ թիմերից երկուսը, այսպես ասեմ, հիմա ստանդարտը տեսնենք, բայց Սարդարյանի հարվածից հետո փակվեց գնդակի ճանապարհը ու եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին։ Դարպասը պաշտպանում է Ատլետիկո Երևանի Աշոտ Գասպարյանը, համար 1 Հրանտ Գևորգյան, համար 2 Ռայվազյան, տեսնենք այս գրոհը Ռայվազյան ու Մելքոնյանն իր վրա ընդունեց հարվածը։ Շարունակեմ ծանոթացնել Ատլետիկոյի հայտարարությանը Գոր Մարկարյան, համար 5 Արման Ավդալյան, համար 6 Գագիկ Ակուլյան, համար 9 Նաթիմի ավակտ Ստեփան Միրզոյան, համար 15 Գուրգեն Ռայվազյան, համար 18 Արտյոմ Վարդանյան, համար 19 Արտուր Ղանդիլյան, համար 20 Սևակ Գալստյան, համար 77 և Ժորակ Գևորգյան, համար 80 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Վիլյարեալ Հարություն Մելքոնյանը պաշտպանում է դարպասը։ Հակոբ Համբարձումյան, համար 2 Արեֆ Ասատպուր, համար 4 Լևոն Ստեփանյան, համար 5 Արմեն Ավակյան, համար 6 Վլադիմիր Ուլուխանյան, համար 8 հիմա Ղանդիլյանն է հաջող խլում իրականացնում շարունակությունը, տեսնենք Ավդալյան պետք է բացել հաշիվը և Ատլետիկոն առաջ է հասնում հաշվում է, չենց մեկնարկում Ատլետիկոն բացում է հանդիպան հաշիվը, Արման Ավդալյանը խփում է այս դիմակայությունում առաջին գնդակը։ Արման Ավդալյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը ու հիմա տեսնենք շատ արագ գոլ ունեցանք խաղադաշտում, տեսնենք Վիլյարեալ ինչ կփորձի անել բաց թողած գնդակից հետո, այն որ գոլ առատ հանդիպում են կանխատեսում, կարծում եմ դրա մասին խոսելն ավելորդ է, իհարկե թիմերը այնպիսի մարզավիճակում են գտնվում, որ դրանից բացի կարծում եմ այլ բան պետք չի սպասել այս թիմերից։ Եկեք սկզբից ծանոթացնեմ Վիլյարեալի հայտարարությամբ, այն կիսատ մնաց, քանի որ Ավդալյանը բացեց հանդիպան հաշիվը։ Սկսենք նորից Հարություն Մելքոնյանը պաշտպանում է դարպասը, համար 1 Հակոբ Համբարձումյան, համար 2 Արեֆ Ասատպուր, համար 4 Լևոն Ստեփանյան, համար 5 Արմեն Ավակյան, համար 6 Վլադիմիր Ուլուխանյան, համար 8 Կարո Մանուկյան, համար 9 Գագիկ Սարդարյան, համար 10 Նաթիմի ավակտը, հիմա էլ Վիլյարեալի պատասխանը Մանուկյան թողեց Բեգոյանին ու Գևորգյան դեկագնում Բեգոյանի հարվածի ճանապարհին, ահա այսպիսի պահեր անվերջ են լինելու այս խաղում։ Գևորգ Հովանեսյան, համար 11 Գագիկ Սարդարյան, համար 10 Նաթիմի ավակտը, Գևորգ Հովանեսյան, համար 11 Հարություն Զադիկյան, համար 22 և Վիգեն Բեգոյան, համար 77, սա էլ ամբողջական հայտարարությունն է Վիլյարեալի, ճիշտ է, հայտարարությունում նշված է Արմեն Ավակյանի անունը, նա խաղադաշտում է, բայց այս րոպեներին մեկնարկային կազմում չէ, իհարկե Ավակյանը ունի վնասվածք և իհարկե կարծում եմ միայն ամենածայրահեղ անհրաժեշտության դեպքում, այսպես ասած, նոր նրան կարող ենք մենք այսօր խաղադաշտում տեսնել։ Ինչևէ, տեսնենք հանդիպումը ինչպես կշարունակի ընթանալ, այն որ արագ դարպասի գրավում ունեցանք, դա սպասելի է, բայց հիմա արդեն պետք է իհարկե սպասել ավելի մասին թիմերը այստեղ միանշանակ հենց այնպես չեն եկել։ Գևորգյան Սա էլիտ լիգայի 5-րդ տուրի հանդիպում է, հերթական տուրի հանդիպում, մինչև այս թիմերը ունեն նաև բաց թողած հանդիպումներ, որոնք չեն անցկացել և պետք է անցկացնեն։ Այս պահին Վիլյարեալը 6 միավորով 2 հանդիպումից հետո տարել է նույնքան հաղթանակ ու Սարդարյան հիմա գեղեցիկ անցում էր Սարդարյան ու այստեղ Մարկարյանը լավ գործեց, բայց
Բեգոյանի մոտ էլ հարված կատարելը չստացվեց ու հիմա Ատլետիկոն է փորձում պատասխանել Բեգոյանը հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Այո, Վիլյարեալը 2 խաղում էլ հաղթել է 6 միավորով գտնում է 7-րդ հորիզոնականում, Ատլետիկոն իր հանդիպումներից իր անցկացել ընդամենը 1-ը եւ հաղթել Աջափյակին նվազագույն 1-0 հաշվով ու ունի վաստակած իր ակտիվում 3 միավոր։ Ստացվում է, որ երկու թիմերն էլիտ լիգայում այս պայն ունեն 100% արդյունք անցկացած խաղերի քանակով տարել են նույնքան հաղթանակներ։ Իհարկե մի փոքր անսովոր գոտում են գտնվում հիմա թիմերը մրցաշարային աղյուսակում, բայց իհարկե դա միայն այն պատճառով, որ դեռ հանդիպումներ ունեն կիսատ եւ դրանք պետք է լրացնեն, դրանք չեն խաղացել Վիլյարեալն ու Ատլետիկոն մեկնարկային տուրերում եւ հասկանալի պատճառներով այո Վինտեր քափի զուգահեռ էր մեկնարկել էլիտ լիգան եւ իհարկե Վինտեր քափում թիմերը բավական երկար ճանապարհ են անցել այդ իսկ պատճառով էլ այս պայն նրանք դեռ այսպիսի քիչ խաղեր ունեն անցկացած էլիտ լիգայի այս խաղարկությունում Եզրային դետումը Գևորքյանը իրականացնում է դեպի Ռևազյանը անցավ այստեղ գնդակը բայց եթե Ավդալյանի մոտ ստացվեր տանել գնդակի իր հետ ապա պատկերացնում են նորից միայնակ էր մնալու Հարություն Մելքոնյանի դիմաց Ուլուխանյան թողեց Համբարձումյանի ներվից փորձ բարձր է ստացվում էլ Համբարձումյանի կատարած հարված ու հարված կտեսնենք աճոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Փոփոխություն տեղի ունեցավ, այո, հիմա Վիլյարեալի կազմում Ստեփանյանը մտավ խաղադաշտ ու փոխանցվեց թիմի ավագ Սարդարյանը իհարկե վնասվածքն էր երևի լուրջ, այդ իսկ պատճառով փոխանցվեց Սարդարյանը, հուսանք, որ իհարկե Սարդարյանին կրկին կտեսնենք խաղադաշտում, ամենայն դեպս այս րոպեներին նա չի գտնվում խաղադաշտում ու չի կարողանում այս պայն իհարկե օգնել խաղընկերներին, չեմ կարող ասել վնասվածքն է պատճառը, իսկապես վնասված ստացավ Սարդարյան այդ դրվագում, թե ամենայն դեպս պարզապես սա հերթական փոփոխություն էր Վիլյարեալի կազմում։ Ամեն դեպքում եթե նույնիսկ իհարկե վնասվածք է Սարդարյանի մոտ, հուսանք, որ շատ արագ նրան բուժօգնություն կցուցաբերեն ու նա կրկին կհայտնվի խաղադաշտում հիմա Ակուլյանի փորձը Մելքոնյանը հեռացեց ու հիմա հակագրոհել կարող է Վիլյարեալը Ուլուխանյան լավն էր փոխանցումը ու ինչ է անում այստեղ Մարկարյանը ձեռքով խաղաց եւ հիմա տեսնենք մրցավարը ինչ որոշում է կայացնելու սա Տեղին կարտ, այո, տեղին է ցույց տալիս Ակուլյանը Մարկարյանին նաև Ուլուխանյանին ցույց տվեց, բայց ամեն դեպքում հիմա մրցավարը կուսումնասիրի դրվագը հասկանանք միտում կար Մարկարյանի գործողություններում թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Մարկարյանը հեռացվում է խաղադաշտից հենց հանդիպան մեկտարկով, այո, միտումն որ ձեռքով խաղեր սա եւ ստիպված հիմա Ատլետիկոն մեկ տարկում մնում է մեկ ֆուտբոլիստ պակաս խաղադաշտում, այո ու կարմիր քարտը, այո, կա արդեն Մարկարյանի գլխավերևում եւ Վիլյարեալը մնում է խաղադաշտում մեկ ֆուտբոլիստ ավել Այսպես է ստացվում այս հանդիպումը Ատլետիկոն բացեց հանդիպան հաշիվը ու հետո էլ ստացավ կարմիր քարտ Եվ տեսնենք ստանդարտ ինչպես կիրացնի Վիլյարեալը Հակոբ Համբարձումյանն է տեղադրել գնդակը նա կարծես կպատրաստվի հարված իրականացնելու նավ ինտերկապի կիսաեզրափակիչում ֆենոմենալ գոլի հեղինակ դարձավ Տուգանայինից, այո, գրավելով Լեռնային Արցախի դարպասը եւ հիմա տեսնենք ինչպես կստացվի այս ստանդարտը կա մրցավարի սուլիչը Համբարձումյանի հարվածը նույնպես բայց պատի վրա ընդունեց այս իրավիճակում Համբարձումյանի հարված ու եզից է նետելու Վիլյարեալը Արև դեպի Մելքոնյանն է ուղարկում գնդակը Այո, հիմա իսկապես շատ բարդ իրավիճակ է ստացվում Ատլետիկոյի համար Ճիշտ է նրանք դեռ հաղթում են հաշվի մեջ բայց մեկ ֆուտբոլիստ պակաս լինել Վիլյարեալի դեմ այսպիսի խաղում իհարկե շատ ծանր է լինելու Ատլետիկոյի համար Ամենայն դեպս իհարկե
դեռ կարմիր քարտով մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով ոչինչ որոշված չէ տեսնենք Ուլուխանյան կա փոխանցում դեպի Ստեփանյանը եւս մեկ փոխանցում ու Ավդալյանն է հիմա էլ փագում գնդակի ճանապարհը այո անգնային է վաստակում հիմա էլ Վիլյարեալը Բեգոյանը կիրականացնի անգյունային է կա Սուլիչը Բեգոյան փոխանցումը նույնպես բայց այստեղ միայն Ղանդիլյանն է Ատլետիկոյից իսկ Արեֆի հարվածել Գևորգյանն է ետ բղում վտանգավոր իրավիճակ է ու այստեղ Վարդանյանը շատ հաջող է գործում եւ տեսնենք Ատլետիկոն կփորձի եւս մեկ գրո սկսել Գևորգյան լարված իրավիճակ է իսկապես հիմա ստացվել խաղադաշտում Ուլուխանյան ու հիմա էլ Գևորգյանն է այո խախտում խաղի կանոնները եւ Տեսնենք ինչ որոշում են կայացնում մրցավոր այն որ ստանդարտը նշանակված է Եոկուտ Վիլյարեալի դա պարզ է այո այս անգամ արդեն կարճ չտեսանք մենք պատկերացնում եք նոր է մեկտարկել հանդիպումը եւ ունենք մեկ դեղին եւ մեկ կարմիր քարտ ու ինչպես է իհարկե ստացվել այս հանդիպման համար մեկտարկը հիմա ստանդարտը տեսնենք որը կիրականացնի Վիլյարեալը Բեգոյանն է տեղադրել այս անգամ էլ գնդակը Կասուլիչը Վիգեն Բեգոյան Հարվածնել կա ու նորից պատի իր վրա է ընդունում Վիլյարեալի Տուգանայինը իրականացնելու հարվածը այո Ատլետիկոն լավ է առայժմ պաշտպանվում ու կրկնում է մեկ ֆուտբոլիստ պակաս է արդեն Ատլետիկոն խաղադաշտում Մելքոնյան երկար փոխանցում ինչ լավ նկատեց Ստեփանյանին ու կատարեց այս փոխանցումը Հակոբ Համբարձումյան եւս մեկ փոխանցում Գևորգյանը հեռացնում է Ակուլյանին բաժին ասավ այստեղ էլ գնդակ ու տեսնենք գրո է փորձում Ակուլյանը սկսել Ատլետիկոյի համար այո հիմա արդեն ամբողջովին խաղը ընթանում է Ատլետիկոյի Տուգանայինի մատույցներում բայց Ատլետիկոյին մեկ դրվագ է անհրաժեշտ հակագրո կազմակերպելու համար հիմա էլ Զատիկյանը լավ գործեց գլորում է գնդակը Արեֆին Վիգեն Բեգոյան փոխանցումը կա ու հարված դարպասից այո ոչ ոք չդիպավ այս իրավիճակում գնդակին Կարո Մանուկյանն էլ այլ ուղղությամբ է շարժվում ու փոխանցումը այլ տեղ ստացվեց կարելի է ասել հիմա շատ խառը ֆուտբոլ իսկապես ընթանում խաղադաշտում թիմերը իհարկե այ որ հանդիպման լարվածությունը խոսում է ֆուտբոլիստերի գործողություններում դա ակնհայտ երևում է այ որ մրցում են Վիլյարեալն ու Ատլետիկոն կարծում եմ ամեն ինչ ասված է դրանով բայց պետք է ավելի զգուշավոր ֆուտբոլ առաջարկեն մեզ Համբարձումյան շատ լավ ներփոխանցումը դեպի Արեֆը դեպի Բեգոյանը վտանգավոր է ու նորից Գևորգյանն է կանգնում Բեգոյանի արվածի ճանապարհին ինչ է կատարվում հիմա Ատլետիկոյի Տուգանայինի մատույցներում եւ հենց Վիգեն Բեգոյանից էլ գնդակը դուրս է այո գալիս դաշտի սահմաններից Եզիս նետում է Գևորգյանը դեպի Գուրգեն Ռևազյան տարավ բայց Մելքոնյանը այստեղ է Մելքոնյանը դուրս է եկել դարպասից ու շատ վստահ է գործում Սարդարյանը այո վերադարձավ խաղադաշտ փոխարինվեց Զատիկյանն իհարկե դա հասկանալի է Սարդարյանը արդեն արձակման գիծը կուժեղացնի Ուլուխանյան կա Սարդարյանը ստանում է անմիջապես գնդակը դեպի Կարո Մանուկյանը բայց Արման Ավդալյանը ավելի շուտ արձագանքեց ու հեռացեց գնդակը Ստեփանյանն էլ պահում է գնդակը դաշտի սահմաններում Ուլուխանյան նորից է գրոն Վիլյարեալը Սարդարյան հաչ եզրում է ստացել գնդակը Գագիկ Սարդարյանը Փոխանցում դեպի Համբարձումյանի ուղղությամբ, այո, երևում է իսկապես Վիլյարեալի քանակական առավելությունը խաղադաշտում անձն աչքով դա տեսանելի է Ստեփանյան գուցե հերվից փորձի։ Այդպես էլ արեց Գասպարյանն հիմա էլ հեռացնում գնդակը Ռևազյան ու հակագրո Ատլետիկոյից, ոչ ամեն դեպքում Ղանդիլյանը չգնաց միջև վերջում։ Հարություն Մելքոնյանը դուրս գալով դարպասից կարողացավ տիրել գնդակի Սարդարյան հերվից փորձեղությամբ է ստացվում հիմա էլ Սարդարյանի հարված ու հարված կտեսնենք Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Գևորգյան Երկար փոխանցում առաջ ուժեղ է այս փոխանցումը ուժեղ ստացվեց ու Վիլյարեալը սկսում է խորքից, այո, հիմա հանդիպումը իսկապես, այսպես ասենք, կանխատեսելի սցենարով է ընթանում, գրովում է ավելի շատ Վիլյարեալը,
Այն բանի համաձայն, որ գտնում է խաղադաշտում մեկ ֆուտբոլիստ ավել Ստեփանյան դեպի Արեֆը ու այստեղ էլ լավ է գործում Ատլետիկոն Ակուլյան հասավ գնդակին ու կարողացավ ուզում էի ասել պայել դաշտի սահմաններում, բայց հետո բավական հեռու թողեց ու կորցրեց գնդակը եւ հիմա էլ կարծես Ակուլյանն է վնասված ստացել Այո, ծաղապարություն էր այստեղ Գագիկ Սարդարյանին գնդակը Ատլետիկոին հանձնելու համար Փոփոխություն տեղի ունեցավ թիմերի կազմում, այո, Շորա Գևորգյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Ղանդիլյանին Ատլետիկոյի կազմում, Արմեն Ավակյանն էլ դուրս եկավ ամեն դեպքում խաղադաշտու փոխարինվեց Արեֆը Վիլյարեալի կազմում, հիմա Գասպարյանը երկար փոխանցում է կատարում առաջ, Հարություն Մելքոնյանը վերցնում է գնդակ ու այն նետում Սարդարյանին, տեսեք ակտիվանում է հանդիպումը, Սարդարյան գլորեց գնդակը դեպի Վիգեն Բեգոյանը, Բեգոյանն էլ հարվածեց արադարձ ու Այստեղ ստացվում է Ակուլյանի մոտ ամեն դեպքում, այո, վաստակել այն ինչի համար միջամտեց պայքարին Ակուլյանը, հարված կտեսնենք Ատլետիկոյի դարպասից Վիլյարեալի ֆուտբոլիստին դիպավ գնդակը վերջում ու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից Ավդալյան ու խախտեց, այո, Սարդարյանը խաղի կանոնները Երկար փոխանցում ենք տեսնում, անաստ է ստացվեց այս փոխանցում ու հարված ներողություն եզրային նետում իրականացնի արդեն Վիլյարեալը Ամբարձումյան Այո Վիլյարեալը կարողացավ հաղթել Բավարիային, շատ վստահ հաղթանակ տարավ Վիլյարեալը առաջին խաղում 3-1 հաշվով Առաջին տուրում Ատլետիկոն կարողացավ իր առաջին խաղում հաղթել Աջափնյակին 1-0 հաշվով այնտեղ շատ լարված վերջնամաս կրկին ստացվեց Ստեփանյան փոխանցում Ակուլյանն է նորից այո վերացնում գնդակ ու արդեն անկյունային իրականացնի Վիլյարեալը Անկյունային իրականացված է Ավակյան վտանգավոր իրավիճակ է ստացվում, բայց հարված կատարելու հնարավորություն այդպես էլ Ավակյան այս դրվագում չստացավ Հետ է ուղարկում Ամբարձումյանին, փորձում է Վիլյարեալը, փորձում է միջև ընդպիշման գնալը հավասարեցնել հանդիպան հաշիվ, այո 5 րոպե է մնացել միջև խաղակեսի ավարտը Այդքան ունի տրամադրության տակ Վիլյարեալը, իհարկե առաջի խաղակեսում պարտությունից խուսափելու համար Ավակյան բարձր է ստացվում այս հարվածը ու հարված կլինի կրկին Ատլետիկոյի դարպասից, այո Ատլետիկոն փորձում է, իսկապես երևում է որքան հնարավոր է հանգիստ ֆուտբոլ առաջարկել, որքան հնարավոր է ուշադիր ֆուտբոլ առաջարկել Ատլետիկոն հիմա ավելի շատ միտված է իհարկե պաշտպանությունում չթերանալու գործում Մելքոնյան վերցնում է գնդակ, այո Գասպարյանի փոխանցումը բավական ուժեղ էր այստեղ ու տեսեք Մելքոնյանի երկար նետում ինչ հաջող փոխանցում ստացեց ամեն դեպքում Վիգեն Բեգոյան դեպի Ստեփանյանը Ավակյան Դեպի Կարո Մանուկյանը վտանգավոր իրավիճակ, բայց Մանուկյանի փոխանցումը Սարդարյանին չհասավ, Ակուլյանը արագանում է Ավդալյանը ստիպված եղավ ու շատ գրագետ գործեց Ակուլյանը, այստեղ 2-3 մրցակցի դեմ նույնիսկ հեռվից է փորձում, բայց իհարկե այն որ հարվածողը Ակուլյանն էր, տեսակ միշտ ու վտանգավոր է հարվածում Ակուլյանը, բայց բավական հեռու է տարածություն ու Մելքոնյանը իհարկե նմանատիպ տարածություններում ամեն դեպքում մեծ մասամբ խնդիրներ չի ունենում գնդակին տիրելու գործում Ուրուխանյան Սարդարյանին է թողնում գնդակը Եվս մեկ փոխանցում ու Գասպարյանը ապահովության համար հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս Եվ անկյունայինը տեսնենք Ավակյանն է հենց իրացնում անկյունայինը սա փոխանցում էր Գասպարյանը դուրս եկավ ու վերցրեց գնդակը եւ նետում է Ռևասյանի ուղղությամբ բայց թույլ ստացվեց այստեղ ու Սարդարյանը փակեց գնդակի ճանապարհը Բեգոյան
Ավակյան Ցախ եզրով է հիմա Վիլյարեալը գրով փորձում սկսել Թողեց Բեգոյանին, բայց այստեղ Ռևազյանն է գնացել պրեսինգի Գևորգյան, Ժորա Գևորգյանն էլ փակեց այո գնդակի ճանապարհը ու եզից Կնետի Վիլյարեալը Ուլուխանյան դեպի աչ Սարդարյանն ընդունում է գնդակը Իհարկե նա սպասում է ամենահարմար պահին հիմա Ամբարձումյանն է հարվածում ու բարձր է ստացվում Ամբարձումյանի կատարած այս հարվածը Այո, քաղաքես իսկապես մոտենում է ավարտին Առայժմ Արման Ավդալյանի խփած գնդակը միակ է խաղադաշտում, որի շնորհիվ Ատլետիկոն հաղթում է Վիլյարեալին Մելքոնյան թողեց Ուլուխանյանին Կենտրոնով դեպի Ավակյանը գեղեցիկ գործեց Ավակյանը Սարդարյան նորից Ավակյան վտանգավոր է Ավակյան ու Միրզոյանն է հիմա էլ խլում իրականացնում գնդակի այո ամեն դեպքում Ավակյանը հարված կատարելու հնարավորություն այս իրավիճակում չստացավ պահում է հիմա էլ գնդակը դաշտի սահմաններում թողեց Ստեփանյանին ու Վիլյարեալը գրո է սկսում աչքի եզրով Արմեն Ավակյանն արագանում է բայց այստեղ արդեն հասցրեցին նահանջել Ատլետիկոյի ֆուտբոլիստները Սարդարյան Եվ եզից կնետի Վիլյարեալը Շատ են բայց արդեն իրա վրա խոսում Եզրային իրականացված է Ստեփանյանն առաջ է շարժվում Այո տեսեք բացի դարպասապահարություն Մելքոնյանից բոլորը գտնվում են Ատլետիկոյի կիսադաշտում Ուլուխանյան լավ չընդունեց մի փոքր գնդակը բայց փոխանցեց Սարդարյանին դեպի Կենտրոն Գևորգյանն է հեռացնում գնդակը Համբարձումյան եւս մեծ փորձ հիմա Հրանտ Գևորգյանը փակեց գնդակի ճանապարհը Մելքոնյանն է նույնպես առաջանում այո տեսեք ողջ կազմով հիմա Վիլյարեալը գտնում է Ատլետիկոյի կիսադաշտում Ուլուխանյանը աչ եզրում է Ուլուխանյանը առաջանում է տեսնենք այս փորձը ինչպես է ստացվում ու հիմա Արտյոմ Վարդանյանը կանգնեց գնդակի ճանապարհին բայց հետո հեռացնել ստացվեց այո Ես իսկ կնետեմ Վիլյարեալի ֆուտբոլիստները Սարդարյան Թողնում է գնդակը Ստեփանյանին Հակոբ Ամբարձումյան Դեպի Վիգեն Բեգոյան ուղարկեց գնդակը Այսպես մանր քայլերով փորձում են Վիլյարեալի ֆուտբոլիստները հարվածի հնարավորություն ստանալ Ստեփանյան դեպի Կարո Մանուկյանը թողեց Սարդարյանին Մանուկյանն էլ գնդակը Նորից ստացավ պատասխանը իսկ այս փոխանցման ճանապարհը նորից Վարդանյանն է փակում ու անկյունային նշանակում մրցավար այո Տեսնենք Սարդարյանի փոխանցումը Ավակյանը ընդունում է գնդակը Ավակյանը հարվածում Ժորա Գևորգյանն է հիմա է կանգնում գնդակի ճանապարհին Ամբարձումյան Եվս մեկ փորձ կտեսնենք արդյոք Մնում է գնդակը Ամբարձումյանի մոտ Ցածից փոխանցում դեպի Արմեն Ավակյանը Ավակյան Ռևազյանն է դիմավորել նրան դեպի աչ Ամբարձումյան փոխանցումը կա Սարդարյան հարված ու այո հաշիվը հավասարվում է 1-1 ամեն դեպքում միջև ընդմիջման գնալը հավասարեցնում է Վիլյարեալը խաղի հաշիվը Գագիկ Սարդարյան 1-1 հաշիվը հավասար է ու արդեն կարելի ասել թիմերը ամեն ինչ սկսում են 0-ից այո մեկը կախված գնդակներ ունեն խաղադաշտում ոչ ոքի արդյունք է բայց ստացվեց Վիլյարեալի առաջին խնդիրը լուծել այո վերջին գրոհով առաջի խաղակեսում հավասարեցեցին հանդիպան հաշիվ ու խաղակեսը հենց հիմա ավարտվում է մեզ մոտ կարճ դադար է որից հետո կշարունակենք Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Վիլյարեալ Ատլետիկո հանդիպան երկրորդ խաղակեսը առաջին կեսից հետո թիմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակներով նախ կարողացավ
Երրորդ րոպեին Ատլետիկոն առաջ անցնել հաշվի մեջ Արման Ավդալյանը խփեց առաջին գնդակ այս խաղում ու հաղթողի կարգավիճակում գցեց Ատլետիկոին, այսպես ասենք, հետո էլ միջև ընդմիջման գնալը կարողացավ Վիլյարեալը հավասարեցնել Սարդարյանի շնորհիվ հանդիպման հաշիվ ու թիմերը գնացին 1-1 հաշվի պայմաններում իհարկե, բայց այս խփած գնդակները երկրորդականն այն փաստն է առաջնային, որ Երևանի Ատլետիկոն 1 ֆուտբոլիստ պակաս է գտնվում խաղադաշտում, այո, 1-0 հաշվի պայմաններում երբ հաղթում էր Ատլետիկոն, Ատլետիկոյի պաշտպան Գոր Մարկարյանը ստացավ կարմիր քարտ միտումնավոր ձեռքով խաղալու համար ու հիմա արդեն ստիպված Ատլետիկոն պետք է եւս մեկ խաղակես անցկացնի 1 ֆուտբոլիստ պակաս լինելով Վիլյարեալի դեմ։ Համբարձումյան գրոհում է անմիջապես Վիլյարեալը Բեգոյան ցածրից արեֆին է ուղարկում գնդակը դեպի Ուլուխանյան ու հիմա Վարդանյանն է կանգնում գնդակի ճանապարհին, անկյունային է վաստակում անմիջապես Վիլյարեալը, շատ ակտիվ է Վիլյարեալը մեկտարկել երկրորդ խաղակեսը։ Այո, կարմիր քարտից հետո էլ իսկապես Վիլյարեալը բավական ակտիվ էր ու քանակական առավելությունը անընդհատ գրոհների էր վերացում փորձելով հավասարեցնել հանդիպման հաշիվը եւ դա միայն եղավ վերջին գրոհի ժամանակ առաջի խաղակեսի երբ Սարդարյանի հարվածից հետո այլևս շանսեր չեղան Կարո Մանուկյան մեկ հպումով Գևորգյանը հեռացեց այստեղ գնդակ այո կարծում եմ որ առայժմ այս հանդիպումը նման հաշիվը հանդիպան ժամանակ մոտ է այն ամենին ինչ մենք տեսնում ենք կարելի ասել արդարացի հաշիվ ենք տեսնում այս պահին խաղադաշտում ճիշտ է երևում է գրոհների տարապ այս պահին դեպի Ատլետիկոյի դարպասը տանող տարապների փորձը Վիլյարեալի կատարումը բայց իհարկե հիշենք որ Ատլետիկոն մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով խաղադաշտում կարող է իհարկե հանդիպումը նույնիսկ այդպես ավարտին հասնել այն հաշվով, որը գրանցված է, իհարկե հասկանալի է մրցակիցը իր, այսպես ասած, վաղեմի մրցակիցներից է Վիլյարեալը երկու թիմերն էլ մեկը մյուսի խաղաոճին շատ լավ ծանոթ են, բայց տեսնենք բախտում կողեկցի այս մնացած 23 րոպեների ընթացքում հարված կտեսնենք Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Դեպի Ակուլյանը փորձեց ուղարկել Գասպարյանը գնդակը, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը ու Արություն Մելքոնյանը խորքից է սկսում Ուլուխանյան դեպի Արեֆը, այո Էդիթ Լիգան հենց այս երկու թիմերի միջև մեծ մասով կարելի ասել նախորդ Էլիտ Լիգան ստացվեց, պայքարը ստացվեց չեմպիոնական, ճիշտ է Աջափնյակը նույնպես միջամտեց պայքարին ու ամենամեծ շանսը ստացավ Աջափնյակը վերջին տուրում չօգտվեց իր հնարավորությունից, բայց ամբողջ մրցաշրջանը իհարկե այս երկու թիմերի այսպես ասենք միավորների առավելությամբ ընդհանրացավ բոլորի նկատմամբ, այո բոլորից մի պատ է Վիլյարեալը թե Ատլետիկոն կարելի ասել բավական մեծ տարբերություն ունեին միավորների հետո վերջնամասում արդեն միջին հատվածից հետո առաջնության երկուսն էլ մի քանի հանդիպումներում ձախողվեցին, այնպես ստացվեց որ վերջին տուրը եղավ որոշիչ, որտեղ Աջափնյակը չհաղթեց Չելսին ու Վիլյարեալը նվաճեց Էլիտ Լիգան Մանուկյան բարձից փոխանցում շատ հերուն գնաց այստեղ Մանուկյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի կրկին Ատլետիկոյի դարպասից այո եթե ստացվեր այն ինչ մտածել էր Ատլետիկոն միջև ընդմիջման գնալը պահեր իր առավելությունը ապա երկրորդ խաղակեսը այդ իհարկե կերպ կմեկտարկեր այլ հոգեբանությամբ Ղադիրյան հրաշալի էր ամեն ինչ բայց Հարություն Մելքոնյանը կրահում է այս իրավիճակները Միրզոյան ու հիմա էլ փակվեց Միրզոյանի հարվածի ճանապարհը սա էլ Ատլետիկոյի պատասխաններ այո բավական երկար ժամանակ է ինչ Վիլյարեալ դարպասի ուղղությամբ հարված չենք տեսել եւ ախնդրեմ սա փորձ էր Ատլետիկոյի կողմից ճիշտ է փակվեց երկու դրվագում էր հարված կատարելու ճանապարհը բայց ամեն դեպքում Ատլետիկոն փորձում է Ատլետիկոն շարժվում է առաջ Այո, նախորդ մրցաշրջանում իսկապես երկու թիմերն էլ մրցաշարերում բավական մեծ նվաճումներ ունեցան։ Ատլետիկոն հռչակվեց վերջերս Չեմպիոնների լիգայի չեմպիոն եւ հենց Վիլյարեալին կարողացավ պայքարից Ատլետիկոն դուրս թողնել 11 մետրանոց հարվածաշարով հետո հաղթեց Ատլետիկոն կիսաեզրափակիչում Չեմպիոնների լիգայի Աջափնյակին ու դուրս գալով եզրափակիչ կարողացավ 3-1 հաշվով հաղթանակ տանել Մանչեսթեր Սիթիի նկատմամբ Վարդանյան
Եվ գնդակը պետք է լինի Վիլյարեալին, այո։ Վերջում հենց Վարդանյանին դիպավ գնդակը ու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եզրային նետում իրականացված է Ստեփանյան։ Ամբարձումյան, նորից Ստեփանյան, Սահարվացի փորձեր ու Գևորգյաններով փակեց այո գնդակի ճանապարհը։ Այո Գևորգյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Լուխանյան մեկապումով ու հիմա էլ Վարդանյանն է հասնում ասիագել, այո Մանուկյանին թույլ չտալով հարված կատարել Ժորա Գևորգյան, սա փոխանցում էր Ղանդիլյանի բաժին ասավ գնդակը շատ հեռու փորձեց թողնել հիմա էլ Ակուլյանն արագանում է ու եթե ստացվեր Ղանդիլյանի մոտ փոխանցում կատարել ապա իհարկե Ակուլյանը կարող է նույնիսկ միայնակ հայտվել Մելքոնյանին դիմաց Ամբարձումյանը շարժվում է առաջ դեպի Կարո Մանուկյանը Մանուկյան լավ գործեց Մանուկյանը հերվի շեշտակի հարված ու Գևորգյանն է նորից կանգնում գնդակի ճանապարհին իսկապես ինչ է կատարվում խաղադաշտում ինչ էմոցիաներ են ապրում ֆուտբոլիստները հիմա դեղին քարտ Գևորգյանին ցույց տվեց մրցավարը Անկյունայինի խաղարկումը տեսնենք Կասուլիչը Վիգեն Բեգոյանն է գնդակի մոտ սա փոխանցում էր ու Ակուլյանն է այստեղ էլ հեռացնում գնդակը Սարդարյան Թողեց Սարություն Մելքոնյանին գնդակ ու Վիլյարեալը նորից մրցակցի կիսադաշտում է այո Վիլյարեալը գնում է երկրորդ գնդակը խփելու ետևից բայց պետք չէ մոռանալ Ատլետիկոյի գլխավոր զենքերից մեկը հակագրոհները որը Ատլետիկոն իհարկե շատ փայլուն է իրականացնում Ստեփանյան աչքի եզրում է Ստեփանյանը սա փոխանցում էր Ուլուխանյան ու Գասպարյան հրաշալի է գործում հիմա էլ Գասպարյանը Գևորգյան մաքուր է ամեն ինչ դեպի Միրզոյանը բայց Հակոբ Ամբարձումյան այստեղ նույնպես հասցնում է ու անկյունային է այո Ատլետիկոն վաստակում այս իրավիճակում Այո, այս ամբողջ դրվագի պատասխանատվությունը Գևորգյանի վրա վերցրեց ճիշտը Գասպարյանը փրկեց Ատլետիկոյին, որից հետո նոր սկսվեց ամեն ինչ։ Ու եթե ստացվեր Ստեփան Միրզոյանի հանցումը Ամբարձումյանի դեմ 1-1-ի պայքարում պատկերացնում եք ինչ իրավիճակ էր ստացվում, այն հակագրոհը, որին սպասում էր Ատլետիկոն։ Միրզոյան սա հանաջող փոխանցում ստացվեց, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու Վիլյարեալը կսկսի դարպասից Ուլուխանյան Դեպի Ավակյանն է ուղարկում գնդակը թողեց մեկը կումով Ամբարձումյանին Ավակյանը ու շարժվում է առաջ Հակոբ Ամբարձումյան Նորից Ավակյան Գևորգյանն է դիմավորել Ավակյանին Ավակյան սա փոխանցում էր Վարդանյանին բաժինացավ գնդակը իսկ այստեղ խաղի կանոնները խախտում է Ստեփանյանը բավական կոպիտ խախտում ու Դեղին քարտ այո Ստեփանյանին այս իրավիճակում խաղի կանոնները խախտելու համար Հիմա էլ Ատլետիկոն է պահանջում կարմիր քարտ Վիլյարեալի ֆուտբոլիստ Լևոն Ստեփանյանի դրվագի հետ կապված Եվ հիմա տեսնենք մրցավարը կուսումնասիրի դրվագը, թե ամեն դեպքում այս դեղին քարտը այդպես էլ կմնա Ոչ, այո, դեղին քարտը այդպես էլ մնում է, անփոփոխ է մնում, ստանում է դեղին քարտ Ստեփանյանը այս իրավիճակում խաղի կանոնները խախտելու համար ու հիմա Ստանդարտ է իրականացնում Ատլետիկոն Միրզոյան, այստեղ Սարդարյանն ընդունեց Միրզոյանի փոխանցումը իր վրա Վարդանյան ձախեզրով է արագանում Արտյոմ Վարդանյանը ու հիմա էլ Սարդարյանն է խախտում խաղի կանոնները
Այո, Վարդանյանը կփոխարինի այս րոպեներին, նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Գուրգեն Ռևազյանը։ Ու տեսնենք ստանդարտի խաղարկումը ինչպես է ստացվելու Ատլետիկոյի մոտ, Ռևազյանն էլ հենց մնացել է գնդակի մոտ, անմիջապես փոխարինման դուրս գալուց հետո կա մրցավարի սուրիչը Ռևազյան հարվածը նույնպես ու անկյունային է վաստակում Ատլետիկոն, այո, պատկազմած ֆուտբոլիստին Գագիկ Սարդարյանին դիպավ գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից։ Տեսնենք ով կիրականացնի անկյունային Ռևազյանն է հենց գնդակի մոտ։ Բարձից փոխանցում Մելքոյանը վերցնում է գնդակը եւ ուժեղ փոխանցում կատարում դեպի Կարո Մանուկյանը, բայց բավական ուժեղ ստացվեց այստեղ փոխանցում ու Աշոտ Գասպարյանը վերցրեց գնդակը եւ շատ լավ նետում դեպի Ղանդիլյանը, Ակուլյան ու սայթակեց այստեղ Ակուլյանը, Համբարձումյան։ Այո, Ատլետիկոն առայժմ սպասում է մեկ այդ վճռհոլոշ ու լավ հակագրոյին, որը պետք է կազմակերպի Ատլետիկոն, բայց Վիլյարեալը տեսնենք այս կրոնների տարապ ինչի է փորձելու վերացել Ավակյան դեպի Սարդարյանը, բայց այստեղ չստացվեց Սարդարյանի մոտ հարվածելու Աշոտ Գասպարյանը վերցրեց գնդակը։ Գասպարյան երկար նետում ձեռքով Ստեփանյանն է փակում գնդակի ճանապարհ, այո, Վիլյարեալը նորից է գրոհ սկսում Ավակյան։ Ավակյան հարվածային է դիրքը Ավակյանի, բայց դա թույլ չտվեցին, իսկ այստեղ էլ Ակուլյանն է հրաշալի գործում Միրզոյանին ուղարկեց ու Հարություն Մելքոյանը, որտեղ է պետք դարպասապայի գործոն, ինչ վստահ դուրս եկավ դարպասից արև ու Գասպարյանն է հիմա էլ փրկում արևի հարվածից հետո Ատլետիկոին, սա իրատեսական հնարավորություն էր երկու թիմերի մոտ էլ հաջողության հասնելու համար։ Այո, Ստեփան Միրզոյանը կարող է առաջ մղել Ատլետիկոյին հաշվի մեջ, բայց Հարություն Մելքոյանը դա թույլ չտվեց, հետո էլ արևի հարվածը փակեց Աշոտ Գասպարյանը, Կարո Մանուկյան ուղարկում է գնդակը դեպի Համբարձումյանն է փորձում ուղարկել, բայց Գևորգյանը դա կարդացել էր ու հեռացեց գնդակը, նորից գրոհում է Վիլյարեալը, Ստեփանյան կենտրոն դեպի Արմեն Ավակյան։ Ավակյան բարձր է ստացվում հարվածը Ավակյանի կատարմամբ ու այո, Ատլետիկոն կսկսի դարպասից դեպի Ակուլյանը, շատ լավ նկատեց Գասպարյանը կատարեց այս փոխանցումը։ Ակուլյան երկու մրցակից է դիմավորել Ակուլյանին ու միայնակ էր Ակուլյան այս իրավիճակում։ Ուլուխանյան դեպի Սարդարյանը։ Սարդարյան հարված շեղությամբ ստացվեց հիմա էլ Սարդարյանի հարվածը նկատել էր Գասպարյանը գնդակի ուղղությունը այդ պատճառով նույնիսկ չդիպավ գնդակին։ Գասպարյան գլորում է գնդակը Ռևազյանին, բայց այստեղ Սարդարյանը խլում իրականացեց գնդակի հաջող դեպի Ուլուխանյանը, թողեց Ուլուխանյանն էլ ու այստեղ Ատլետիկոն կարող է հիմա հակագրոհել Ղանդիլյան, բայց Ավակյանը նահանջել է արդեն, դա շարժվում է առաջ Ղանդիլյանը, կատարեց փոխանցում դեպի Ակուլյանը ու երկու մրցակից է նորից վերահսկում Ակուլյանին, այո, քանակական առավելություն իսկապես Վիլյարեալի մոտ երևում է, Ռևազյան լավ կանգնեց գնդակի ճանապարհին, բայց գնդակը Ռևազյանը հետո կորցրեց ու Վիլյարեալը եւս մեկ գրոհի հասնում, Կարո Մանուկյան հերվից փորձ չեղեց ստացվում Մանուկյանի հարվածը։ Գևորգյան խախտեց այո Մանուկյանը խաղի կանոնները այս իրավիճակում։ Եվ Գևորգյանը կիրացնի ստանդարտը։ Խաղարկում Գևորգյանի Շորա Գևորգյանի հետ, Հրանտ Գևորգյան ու դեպի հետ է ուղարկում դարպասապը Աշոտ Գասպարյանի ուղղությամբ։ Գասպարյան ուժեղ փոխանցում առաջ դեպի Ղանդիլյանը, Համբարձումյանը հասցնում է այստեղ փակել գնդակի ճանապարհը ու այո, ես իսկ նորից նետելու Ատլետիկոն։
Գևորգյան ուղարկեց Ջորա Գևորգյանին ստացավ պատասխան փոխանցումը։ Հիմա էլ կատարեց փոխանցում, բայց այստեղ միայն Վիլյարեալի ֆուտբոլիստներն են ու հակագրոհում է Վիլյարեալը։ Սարդարյան դեպի Վիգեն Բեգոյանը վտանգավոր է, նորից Սարդարյան ու Գասպարյանը նորից փրկում է Ատլետիկոին, բայց ինչ սխալ որից ամենաարագը կողմնորոշվեց Ուլուխանյան ու Վիլյարեալը հաղթողի կարգավիճակում է հայտնվում 2-1։ Վլադիմիր Ուլուխանյան 2-1 արդեն հաղթում է Վիլյարեալը խաղադաշտում, առաջին անգամ այս խաղում այո ստացվեց, քանակական առավելությունը գոլի վերածել երկրորդ անգամ այս խաղում Վիլյարեալի մոտ ու հիմա արդեն պետք է մտածի Ատլետիկոն հանդիպան հաշիվը հավասարեցնելու մասին, այո, մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով ամեն դեպքում իհարկե արժանավույնս հանդիպում անցկացեց Ատլետիկոն Ուլուխանյան Դեպի Ավակյանը գլորում են Վիլյարեալի ֆուտբոլիստները գնդակը Հարություն Մելքոնյան Ստեփանյանին է ուղարկում գնդակը դեպի Սարդարյանը տեսեք ինչ դասական գրոյի է անցնում Վիլյարեալը Սարդարյան դեպի Ավակյանը բայց հարվածային դիտքում չէ արդեն Ավակյանը Սարդարյան դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Ոչ կարծես ձեռքով է խաղացել Սարդարյանն, այո ձեռքին դիպավ գնդակը ու Ատլետիկոն ստանդարտ իրականացրի Գուրգեն Ռևազյանն է գնդակի մոտ Երկար փոխանցում առաջ Համբարձումն այստեղ շատ լավ է գործում պաշտպանության միջին հատվածում ուղարկում գնդակը Կարո Մանուկյանին Մանուկյան, բայց այստեղ 3 մրցակից մի անգամից դիմավորեց Մանուկյանին ու Սարդարյանը խլեց գնդակը նորից գրով Վիլյարեալից Մանուկյան ու Գասպարյանը հեռացնում է Կարո Մանուկյանի այս թնդանոթային հարվածը անկյունային է վաստակում նորից Վիլյարեալը ու անկյունայինը տեսնենք ինչ կտա Վիլյարեալի ֆուտբոլիստերին Վիգեն Բեգոյանն է գնդակի մոտ սա խաղարկում էր Ուլուխանյանի հետ երկար փոխանցում դեպի Ավակյանը ընթացքից փորձեց Ավակյանն էլ բայց բարձր է ստացվում Ավակյանի կատարած հարվածը Գևորգյան մնաց Գևորգյանը գնդակով ուղարկում է Ակուլյանին Եվ կա այո խաղի կանոնների խախտում Ակուլյանի դեմ պայքարում Արագորեն տեղադրեց գնդակը Գևորգյան ու խաղարկեց այն Ղանդիլյանի հետ Գևորգյան Ակուլյան մեկը պնում դեպի Արտուր Ղանդիլյանը կրկին Ակուլյան ու այստեղ Ուլուխանյանը հասցնում է այո պայել գնդակը դաշտի սահմաններում բայց փոխանցումը լավը չէր Արման Ավդալյանն ու արդեն հայտնվել Ավդալյանի մոտ էլ հարվածային դիտքում չստացվեց Եվ աչ եզրով Վիլյարեալը ևս մեկ գրոհ է փորձում սկսել Ստեփանյան դեպի Ավակյանը Ուլուխանյան Համբարձումյանին է ասյագում գնդակը Ուլուխանյան լավ նկատեց Կարո Մանուկյանին Մանուկյան Սարդարյան Ով է հարվածը կատարելու Ավակյանը ոչ դեպի Մանուկյանը ոչ թողեց Մանուկյանն էլ գնդակը Բեգոյանին Եվս մեկ փոխանցում Ավակյան տեսեք որքան ունի առավելություն Վիլյարեալը նույնիսկ Ատլետիկոյի տուգանայինի մատույցներում այս րոպեներին Ավակյան փակվում է գնդակի ճանապարհը Ժորա Գևորգյան ու հիմա կարող է Ատլետիկոն հակագրոհել նետվում են առաջ Ատլետիկոյի ֆուտբոլիստները լավն էր այս փոխանցումը դեպի Ավդալյանն էլ փորձեց Ղանդիլյանին ուղարկել բայց Հակոբ Համբարձումյանը Այստեղ շատ լավ գործեց Սարդարյան մեկ փոքումով լավ նկատեց Կարո Մանուկյանին, բայց փոխանցման ճանապարհը փակեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ավակյան, Բեգոյան Եվս մեկ հարված անդրադարձ եղավ ու Գասպարյանը վերցնում է գնդակը նետելով այն Գագիկ Ակուլյանին գուցե միայնակ Ակուլյանը որոշի որևէ բան հիմա Առաջարկել Ստեփանյանը հասցրեց նահանջել ու անկյունային այո վաստակում է Ատլետիկոն
Եվ տեսնենք անկյունայինի խաղարկումը Արման Ավդալյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցումը կա ու Ստեփանյանն է հեռացնում հայո գնդակը, եզիս կնետի արդեն Ատլետիկոն Գևորգյան երկար փոխանցում, սա Արություն Մելքոնյանի գնդակներ։ Վերցրեց Մելքոնյանը գնդակը, նետեց Ավակյանին ու երկուսը մեկի դիմաց, ճիշտ է արդեն նա անջեց Ատլետիկոն ուժեղ ստացվեց այս փոխանցում ու Գասպարյանը վերցնում է գնդակը նետելով վրանց Գևորգյանի ուղղությամբ, կա Ղանդիլյանի տարբերակը։ Գևորգյան ուղարկեց Ղանդիլյանին, Ակուլյանն առաջանում է, բայց արդեն դանդաղեց մի փոքր Ղանդիլյանը ստիպված եղավ հետ ուղարկել Գասպարյան եւ ուժեղ էր այս փոխանցումը։ Լուխանյան ուղարկեց գնդակը Արություն Մելքոնյանին Ստեփանյան, այո, մոտենում է հանդիպումը ավարտին առայժմ 2-1 հաշվով հաղթում է Վիլյարեալ այս խաղում չի հասցի Սարդանյան այս գնդակին Ասավ, ոչ, այո, ասավ ու նաև կատարեց փոխանցում, թվաց մի բան, որ բավական հեռուն գնաց գնդակը ու հասնել չի կարող, բայց ինչ արագություն զարգացեց Սարդայանը, հիմա Ատլետիկոն է գրոհում աջեզով, Ղանդիլյանն ընդունեց գնդակը, տեսնենք ինչ որոշում կկայացնի, դեպի Գևորգյան ու խախտեց խաղի կանոնները, բայց հակագրոհը չի կանգնեցնում մրցավարը Վիլյարեալի ու տեսնենք այս հակագրոհը ինչի է վերացում Վիլյարեալը Գևորգյանը հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս, այո, վերջին հարվածը այդպես էլ չտեսանք Անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ է տալու Վիլյարեալի ֆուտբոլիստներին Բեգոյան ցածից Կարո Մանուկյան չստացվեց հարվածել Ղանդիլյանը ընդունեց գնդակը չկար խախտում ոչ Ուլուխանյան ու Գասպարյան որի օր սեյվը Ատլետիկոյի դարպասը բայց այս խաղում Բեգոյան դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից ու շտապում է երևում է Ատլետիկոն այո գնում են իհարկե Հանդիպանաշիվը հավասարեցնելու ետևից կստացվի, չէ, իհարկե բաց թողնել երրորդը ոչ մի էական նշանակություն չունի, միևնույն է պարտությունը 2-1 կամ 3-1 հաշվով Բայց իհարկե շարժվելով առաջ Կարող են մտածել այս խաղում Ատլետիկոյի ֆուտբոլիստները չպարտվելու մասին, բարձ ստացվեց իսկապես ամեն ինչ Ատլետիկոյի համար, լավ մեկնարկ ու հետո արդեն շատ անհաջող իրավիճակ ստեղծվեց Երևանի Ատլետիկոյի համար, բացեցին հանդիպանաշիվը, հետո Մարկայանը խաղաց մի իրավիճակում ձեռքով, որտեղ ընդհանրապես դրա կարիքը չկար, իհարկե փաշ չէ որ Մանուկյանը, իհարկե կհարվածեր Մանուկյանը, բայց փաշ չէ որ կգրավեր դարպասը, իսկ հիմա կարող է գրավել Մանուկյանը, ոչ չի հարվածում թողնում է Ուլուխանյանին ու այսպես դուբլ է Ուլուխանյանը գրանցում իր անվան դիմաց 3-1 դարձնելով հանդիպման հաշիվը Վլադիմիր Ուլուխանյան 3-1 դարձավ հանդիպանաշիվ, այո շատ, այսպես ասած, նրբանկատ հարված կատարեց Ուլուխանյանը ու գրավեց դարպասը, հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց 3-1 հաշվով հաղթեց Էլիտ լիգայի միմյանց միջև առաջին պայքարում Վիլյարեալը ու վաստակեցի հերթական 3 միավորը այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը, մեզ մոտ կարճ դադար է, որից հետո խաղային օրը կշարունակենք